Բենզինի էժանացում, գնաճի զսպում, արտահանման ծավալների աճ։ Ինչպես է ազդելու Ադրբեջանից վառելանյութի ներմուծումը Հայաստանի տնտեսության վրա, ըստ տնտեսագետ Ալիկ Թորոսյանի։ Զարգերակ AM-ի հետ զրույցում նա նշեց, որ դա ոչ թե անձամբ բենզին գնողի վրա է ազդում, այլ ամբողջ տնտեսության։ Բոլորն էլ հնարավորության դեպքում ավելի էժան բենզին են ձեռք բերելու, որպեսզի իրենց ապրանքի ինքնարժեքը նվազեցնեն։ Ադրբեջանից վառելանյութերի ներմուծումը շարունակական կլինի, քանի որ շատ արագ սպառվեց եւ գներն էլ շատ ավելի էժան են։ Ասաց նաեւ նշեց, որ գների ավելի նվազում կարող է լինել, երբ ներմուծումը արվի Հայաստանի եւ Ադրբեջանի անմիջական սահմանով։ Տնտեսագետը անդրադարձավ նաեւ ռիսկերին եւ ասաց, որ շուկայում կարող է անհավասար մրցակցություն առաջանալ։ Մեծանա Ադրբեջանից վառելանյութերի ներմուծման տեսակարար կշիռը։ Ապա շրջափակումը Հայաստանի տնտեսության ավելի առաջանցիկ տեմպերով աճելու հնարավորություններից մեկն է, հավելեց նա։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը նվազել է 15%-ով, նախկին 510 դրամի փոխարեն դառնալով 430 դրամ։